Ողջույն բոլորին, այս տեսանյութում փետրվարի 11-ի լուսնային միացումներն են։ Այսօր ունենք ընդամենը մեկ միացում, մեկ հիանալի միացում, որը սկսվում է ժամը 13:30 րոպեից և կշարունակվի մինչև 19:30 րոպեն։ Այդ ժամերին բավականին շատ էներգիա կունենաք, ոնց որ էներգիան կթարմանա, նաև ոնց որ մարդիկ կարծես արթնանում են, դառնում են ավելի ակտիվ, ավելի նախաձեռնող, ուզում են ավելի շատ գործեր անեն, ավելի շուտ ավարտեն իրենց գործերը, դե էներգիան կա և մարդը ցանկանում է, որ իր գործերը անի, շարունակի։ Կարող եք այնքան շատ բան անել, քան մյուս օրերին, և դա անեք ավելի ուրախությամբ։ Ուղղակի հնարավոր է գերլարվածություն, որովհետև բավականին շատ է էներգիան, լավ կլինի, եթե զգում եք, որ գերլարվածություն է, էներգիան բավականին շատ է, և դրանից ավելի եք բարկանում, ապա ուղղակի գնացեք կամ քայլեք, կամ վազեք, կամ սպորտով զբաղվեք, ինչ-որ մի բան արեք, որ այդ էներգիան նվազի։ Եթե տան հետ կապված վերանորոգման աշխատանքներ կան, թեկուզ թեթև կոսմետիկ, ապա կարող եք դիմել, անել դա, կամ եթե դուք եք տղամարդ, կամ դիմեք ձեր տան տղամարդկանց։ Ընդհանրապես Մարսի հետ է դա լավ միացում, դա նշանակում է կանայք, տղամարդիկ իրար հետ հարաբերությունները ավելի լավ կլինեն, ընդհանուր փոխզիջումների կգնան, ընդհանուր լեզու կգտնեն։ Մարդու աշխատանքային այդ արտադրողականությունը նույնպես մեծանում է, և եթե աշխատանքը ֆիզիկական է, ապա ևս դուք կկարողանաք ավելի շատ գործեր անել, ովքեր որ շինարարությամբ են զբաղվում կամ քարեր են այն կողմ դնում, ևս հիանալի է իրենց համար այսօր այդ ուժը կունենան։ Դե և իհարկե այստեղ մարդկանց խոսքը ևս կդառնա ավելի վճռական, մարդիկ ավելի հստակ կասեն իրենց ցանկացածը, իրենց ուզածը, նույնը տղամարդկանց է վերաբերվում սա, դուք ավելի վստահ կլինեք ձեզ վրա, այդ ձեր խոսքը ավելի վստահ կլինի, թեկուզ եթե դա վերաբերվում է հակառակ սեռի ներկայացուցչին, ոնց որ դուք ցույց կտաք, թե ով է տան տղամարդը կամ ով է ընդհանրապես տղամարդը։ Հիմա բավականին շատ են թուլացել մեր տղամարդիկ, պետք է ինչ-որ բաներ, որ իրենք ավելի ուժեղ դառնան։ Ովքեր ցանկանում են հղիանալ, ապա կարող եք այդ օրը փորձել ևս մեկ անգամ, դե ցերեկն է, պետք է փորձեք ցերեկը։ Որովհետև հետո արդեն ինքը ունի, պահպանվում է դեռ այդ միացումը, բայց ինքը թուլանում է, և դրա համար ազդեցությունը ևս կթուլանա։ Խոժակը կարող է մեծանալ, և որովհետև մարդը անընդհատ շարժման մեջ է ցանկանում լինել և անընդհատ նաև ուտել է ուզում։ Կարող եք անգամ այսօր ավելի ծանր սնունդ ուտել, որովհետև ավելի հեշտ կմարսեք, որովհետև շարժը նաև շատ է, այսպես թե այնպես տանը նստած էլ, եթե ոչ ոք գործ չի անում, կվերկանա և ինչ-որ մի գործեր կանի, ինչ-որ մի դարակը կքանդի, նորից կհավաքի։ Այսօր կարող եք ընդհանրապես վերանորոգումներ անել, խնդիրների հետ կապված ինչ-որ բան կա, որ ոլորտը որ խնդիրներ ունի, դրանք լուծեք, տունը կարգի բերեք, տան կահավորմամբ զբաղվեք կամ տեղափոխեք այս ու այն կողմ, նոր ձեռնարկությունների սկիզբ, ֆիզիկական վարժություններ կարող եք շատ անել, նոր բնակարան, նոր բնակավայր նաև տեղափոխվել, կարող եք վազել, ակտիվ հանգիստը շատ լավ է, նաև ընտանիքով կարող եք մասնակցել թիմային որևիցե ինչ-որ ֆիզիկական սպորտաձևի։ Եվ իհարկե ուզում նշել, որ խավարումների հետ կապված տեսանյութերը շուտով կլինեն աստղաբանության ալիքում, մեկը միայն չի լինի, կլինեն երկուսը կամ երեքը, նաև այս ալիքում ևս կտեղադրեմ, իրենք իմաստները նույնն են, բայց խոսելաձևը տարբեր է։ Ես այդպես եմ ցանկացել, 3 տարբեր խոսելաձև կլինի, ում ինչպես ավելի հարմար է և ավելի հեշտ է հասկանում, այդպես կարող է լսել։ Որովհետև առհասարակ վերացել է մեր կյանքից այդ գրական խոսելը, և մարդիկ կան, ովքեր որ դժվարությամբ են հասկանում, պետք է կրկին վերականգնել այդ ամենը, որովհետև մենք մեր հայերը պետք չի, որ ամբողջ կյանք խոսեն այդպես խոսակցական հայերենով կամ
փողոցային հայերենով, այդպես է կոչվում, եթե ավելի հստակ ասենք, եւ որպեսզի մարդը ավելի լավ հասկանա։ Բայց ես փորձել եմ խնդրին լուծում տալ եւ փորձել եմ նաեւ գրել ձեզ համար մի քանի երանգներով, որպեսզի ովքեր որ ցանկանում են ավելի գրագիտ լսել այդ խոսքը, ապա կարող եք նայել, հա, այնտեղ ձեզ համար կլինի տարբերակներ, որը ցանկանում եք, որը ձեզ համար ավելի հեշտ է լսելը, դա էլ կարող եք լսել։ Որովհետև ես ինքս էլ եմ հոգնել անգամ այդ փողոցային բառից օգտվելու համար, որովհետև սա այն հարթակն է եւ ընդհանրապես այս ոլորտային հարթակն է, որ պետք է մի փոքր նաեւ գրագետ խոսել։ Ամեն ինչ իր տեղն ու դերն ունի այս կյանքում, փողոցում կարող են խոսել մարդիկ իրենց փողոցային հայերենով, իսկ նմանատիպ վայրերում չի կարելի, որովհետև անգամ մեր վերևներում, մեր պետական հիմնարկություններում աշխատողները եւս մոռացել են գրական խոսելը։ Եվ այդ օրը նաև 24-րդ լուսնային օրն է, եւս դա էդ է ասում, հենց շփման մեջ պետք չի կոպիտ լինել։ Կատակները կարող են եւս կոպիտ լինել, հա, դրանք հակացուցված են։ Այսպես թե այնպես նաև միացում ունենք Մարսի հետ, եւ ճիշտ է լավ միացում է, բայց ամենայն դեպս Մարսը այսպես թե այնպես ինքը խոսքը ավելի հստակեցնում է եւ կարող եք դիմացինին ուղղակի վիրավորել։ Ինքը բավականին հզոր օր է։ Եվ պետք է զգուշացնեմ, որ այսօր եթե ինքը այսպես թե այնպես ակտիվ օր է եւ մարդիկ ավելի շատ կարող են սպորտով զբաղվել, այնպես արեք, որպեսզի ձեզ չվնասեք, որովհետեւ յուրաքանչյուր վնասվածք այսօրը կամ շատ դժվար է բուժվում, կամ ընդհանրապես ինքը ֆունկցիայի հիպերտրոֆիա է առաջանում մարդու մոտ։ Դրա համար պետք է շատ ուշադիր լինել, որ ոչ մի ինչ որ հարցում չտուժեք։ Ուշադիր եղեք մարզումների ժամանակ, ուշադիր եղեք նաև մեքենա վարելիս։ Եվ ինչպես որ ասում են, այսօր լինում է, այսօր մարդը կարող է հայտնություն ստանալ կամ նրա մեջ ուղղակի տեղի ունենում հսկայական ուժի արտնացում։ Այսքանը սիրելիներս այսօրվա համար, հուսով եմ հավանում եք այս տեսանյութերը, որովհետև շատ կարևոր են, ամենայն դեպս օրինակ ես որ տեսնում եմ որ լավ միացում ունեն, ես ավելի հանգիստ եմ լինում եւ գործերս ավելի հանգիստ եմ անում, քան մնացած օրերին։ Այսքանը սիրելիներս, ձեզ լավ օր եմ մաղթում։